Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի նախկին ամուսնու դուստրը Աննան նախորդ տարի իր ծննդյան օրը նշանադրվեց։ Կիսվելով օրվա կադրերով դերասանուհին դեռ այն ժամանակ գրել էր. «Իմ Անուլ, ծնունդդ շնորհավոր, այնքան եմ լացել հուզմունքից, արդեն 22 տարեկան իմ աղջիկ, ու հենց այս օրը դարձավ էլ ավելի կարևոր ու հիշարժան, երջանկություն ձեզ բալես, ուրախ եմ, որ գտել ես երջանկությունդ»։ Արդեն հիմա Անահիտը կիսվել է ուրախալի լուրով ու հայտնել, որ շուտով Աննայի հարսանիքն է։ «Պատրաստվում ենք Անուլիս հարսանիքին, կներեք պասիվությանս համար, շուտով կվերադառնամ», նշել էր դերասանուհին, իսկ Star News-ն իհարկե առաջինն է լուսաբանելու այս ուրախալի ու կարևոր իրադարձությունը դերասանուհու ընտանիքում։ Այսօր աստղային օրը լի էր մի քանի ուրախալի նորություններով։ Դերասան Լև Ստավցյանն ու կինը լուսանկարիչ Սոնա Հակոբյանը սպասում են իրենց առաջնեկին։ Ուրախալի լուրով Սոնան կիսվել է Instagram-յան իր էջում ու գրել. «Կյանքիս ամենալուսավոր նորությունը։ Հիշեցնենք, որ Լևսն ու Սոնան ամուսնացել են 2023 թվականին։ Հարսանիքի քավորի և քավոր կնոջ պարտականությունները կատարում էին դերասան Մոսո Կարապետյանն ու նրա կինը»։ Տասնյակ կիլոգրամներ կորցնելուց հետո բլոգեր Նինա Տիտանյանը էլ ավելի ակտիվ է դարձել սոցիալական էջերում։ Նրան կարելի է տեսնել տարբեր հաղորդումների շրջանակներում, որտեղ Նինան անկեղծորեն պատմում է, թե ինչ բարդ ճանապարհի միջով է անցել։ Բլոգերը նաև իր Instagram-յան էջում է ակտիվ, որտեղ այսօր կիսվել է իր առօրյայով, պատմել այն մասին, որ շատ շուտ է արթնացել, իսկ թե ինչ պլաններով է նա կիսվել, առաջարկում ենք լսել հենց այս պահին։ Եղեք ես քանի օր այնքան շուտ եմ արթնանում, ներվայնանում եմ անգամ, շուտ քնում եմ, շուտ զարթնում եմ, вообще ուշ քնող եմ ես էլի։ Հիմա դեռ շուտ եմ զարթնել, չգիտեմ ինձ ինչով զբաղացնեմ, ասի ավելով հագնվել ոդկով քայլեմ, իջնեմ մի տես սուրճ խմեմ։ Այս լոքշը։ Այսօր հաղորդման հյուր եմ համել, ասցի սիրուն հագնում եմ։ Էսպես եմ։ Այս շորիկն եմ հագել։ Երեխեք ես մազերիս ձևին սիրահարվել եմ, երևի մի 20 տարի սենց մազերով պրոստը ֆրֆրամ, ես իմ աքսեսուարներն ու մշտական, ինչ ասեմ, հիմա գրեմ սուրճ, որկա եմ անում դարակս, շոկից մեռնում եմ ու կոշիկների հատվածին անցա, պրոստը մի մասն էլ թափել եմ եթե ինչ, խնդրում եմ նայեք իմ Adidas-ա մորությունը, նորմալ չի ես, պրոստը նորմալ չի, այսենց շարքով Adidas-ա, այսենց Այն անդեղը կա Adidas-ա, եսը թափել եմ, մի մասնա այն մի շկաֆի մեջ է, ու ես սրանք ձեռք եմ բերել, երևի մի լավ տարի ու կեսում, այս սրանք նորերն են էլի, այն մնացածիները թափել եմ, սա նորմալություն է։ Ես մտածում էի կհասցնեմ գնամ տուն փոխեմ շորիկս, փոխեմ ֆուտբոլային շոր հագնեմ, բայց չեմ հասցրել, հիմա այս շորիկով եմ գնում ֆուտբոլ նայելու, այն Pikmin եմ ես։ Հայեր։ Pionik, Pionik. Pionik. Բլոգեր Էվելինա Խանոյանը ևս առանձնանում է իր ակտիվությամբ։ Սոցիալական էջերում բլոգերը կիսվում է իր պարբերաբար տևող ճամփորդություններով, սակայն այս անգամ նրա կոնտենտը զվարճալի է ստացվել։ Նա բանաստեղծություն է գրել իր նշանածի համար, իսկ Star News-ն առանձնացրել է այն ձեզ համար։ Նշանածս ճամփորդող Հայաստան հետ չի գալիս։ Հողմի նման ամեն օր աշխարհն է ոտի տակ տալիս։ Թռիչքներ է նկարում, ինքնաթիռներ պարացնում, հարսանիքը մեր գալիք նրա մտքով չի անցնում։ Մելանտեի մայկայով Ամստերդամից Վիետնամ, հլը դու տուն արի,
Քո սևը ես դեռ կտամ։ Տիկի Փարիզ վլոգ։ Օրը սկսեցինք օպերա Գարնիեից։ Ինձ համար Փարիզի ամենագեղեցիկ անկյուններից է այն։ Շատ գեղեցիկ լուսանկարներ են կարել, չնայած մարդաշատ լինելուն, այնպես որ սպասեք երեկոյան կտեսնեք։ Այնուհետև գնացինք հայտնի Անժելինա սրճարանը, որպեսզի վայելենք իրենց տաք շոկոլադը։ Չենք ընկճվում մարդաշատությունից եւ շարունակում ենք նկարել մեր կոնտենտը։ Այնպես որ ես սպասում եմ ձեր ակտիվ մեկնաբանություններին եւ լայքերին։ Այս ֆինտու ֆլյուշկա բանիկների համար վճարեցինք 77 եվրո եւ գնացինք տուն փոխվելու, որպեսզի գնանք զբոսնելու Փարիզով եւ նկարվենք։ Ֆոտոտակ տվեցինք Հաղթական կամարը, Լուվրը, Կակաչների այգի։ Այս կարուսելից երեխու պես ուրախացել էի, գնահատում եմ 10-ից 10։ Կյանքի ամենահարմարավետ տաքսին եմ նստել։ Ընտրում եմ սառնարանով, կոնֆետներով, Զարյադնիկի տարբեր հարմարանքներով, հայլիով, Wi-Fi-ով, անձեռոցիկներով, պամանել կա, ցուցադրեք խնդրում եմ։ Իսկ օրը ավարտեցինք աշխարհի ամենագեղեցիկ տեսարանով ընթրիքով։ Ես ու Ջուրին ենք մի 20 տարուց էլի եկել ենք Փարիզ։ Մերսի որ նայեցիք, մինչև վերջ պակա պոպսի։ Վերջին ամիսների ընթացքում դերասանուհի եւ երգչուհի Նարինե Մկրտումյանը եւս սկսեց ել ավելի ակտիվ լինել Instagram-յան հարթակում, սակայն այս անգամ դերասանուհին բավականին բարկացած է։ Առաջարկում ենք լսել նրան եւ անել հետեւություններ։ Սենց նարվայնացած վիդեոների մեջում շատ քիչ կտեսնենք, բայց ես պիտի ասեմ։ Մի քանի ժամ առաջ քորիկիս ռիլ էի դրել, ով բարձացել է Արարատի, իր կյանքի երազանքն է եղել ու Արարատի գագաթին Արարատի բարձրությունը բոլորս էլ շատ լավ գիտենք, ուղղակի ես սխալմամբ կիլոմետր եմ գրել մետրի փոխարեն։ Ու այն մարդիկ, ովքեր բնականաբար այդ ամեն ինչին ուշադրություն չեն դարձնում, հասկանալով իմ ինտելեկտը, շփվելով իմ հետ եւ իմ էջից կարծիք կազմելով իմ մասին, բնականաբար դրա մասին ոչինչ չեն բարձրացնել, հասկանալով որ այդ ամեն ինչը ես գիտեմ։ Իսկ այն մարդիկ, ովքեր որ գողմ են, որ Արարատի նկարը անձնագրի ցանվի, գողմ են, որ Արարատը մերը չի, գողմ են, որ պատշարվի, որ Արարատը ընդհանրապես չտեսնենք, այդ ամեն ինչին կողմ քվեարկող մարդիկ քաղաքականացրեք, այո, իրանք գրել են կիլոմետր չի մետր է, տո ձեզնից լինի սանտիմետր կսարքեք, այսքան չեք հասկանում իմաստը, ինչքան կեղտոտ պիտի լինեն ձեր մտքերը, որ ինձ սխալների ուղում անեք, ու դուք 5 հոգի եք, ես մնացածին չեմ ասում, իմ 55,000 ինտելեկտով բարձր մարդիկ շատ հանգիստ գիտեն ես ինչ չափի գիտեմ պատմություն ու ինչ չափի եմ տիրապետում այդ ամեն ինչին։ Այդ դուք չգիտեք, որ Արցախը մերը չեք համարում, այդ դուք չգիտեք, որ Արարատը մերը չեք համարում, դուք գնացեք այդ կիլոմետրերն ու սանտիմետրերը չափեք։ Մի հատ մտածեք, ձեզ համար էս հայրենիքը քանի կիլոմետր էր, Արցախով էր թե առանց Արցախի էր։ Այդ 5 հոգիդ երբևէ մի դրական խոսք իմ արած աշխատանքի համար չի ասել, բայց հենց սխալ մի բան գտակ, 5 էլ իրար հետևից գրեցիք, ու հենց այդ 5 տեք առաջին իմ ստորիները նայողը, էլ չեք նայի, կբլոկվեք, իսկ ես հանգիստ կապրեմ իմ Արարատով ու իմ Արցախի հույսով։